Բարևձեզ հարգելի հայրենակիցներ, սկսում ենք այսօրվա հաղորդումը նվիրված է հղումներից բխող հարցապնդումների վրա, որտեղ մեր ընթերցողները կամ դիտորդները լույս աշխարհում առաջ են քաշում։ Հիմնականում հայտնվեցին հղումներ, որտեղ արտացվում էր հրեական ժողովրդի գրվածքները, գրականությունը, նրանց ազգային հերոսների հետ առնչված պատմություններ եւ հրեական ամալեկ աղա մեկ, այսպես ասած, հակասությունները բխող, որտեղ որ գյումրեցին որոշ պարզաբանումներ են դրել եւ փաստեր են բերել։ Մեզ համար ամենակարևորը, որ պիտի այս հաղորդման ժամանակ հիմք հանդիսանա, հետեւյալն է։ Հրեական մշակույթը կամ հրեական գործիչները ամենուրեք աշխարհում սկսած հայագիտական ամբիոններից, Ամերիկայում տեղավորված, մինչև Եվրոպայում եւ նույնիսկ մայր Իսրայելում, այդտեղ հետաքրքրված են հայկական պատմությամբ, գրականությամբ, ազգային հերոսներով, ավանդապատումներով, կարճացած ինստիտուտներ են աշխատում այդ ուղղությամբ։ Դա իհարկե նրանց կողմից գովելի է, որովհետև ինչքան շատ բան իմանաս, այնքան ուշ կծերանաս, այսպես է պատմությունը։ Բայց մեր կողմից ոչ մի հետաքրքրություն կամ հետազոտություններ չեն տարվում հրեական մշակույթի նկատմամբ, պատմության մշակույթի, պատմության նկատմամբ, գրականության նկատմամբ եւ վերջը առաջանում է դիսբալանս։ Նրանք հետաքրքրված են մեզանով, նրանք սովորում են հայերեն, արևելահայերեն, արևմտահայերեն, բարբառներ, արդեն գիտեք հաղորդումների ժամանակ։ Մենք իրենցով հետաքրքրված չենք։ Մենք նրանց ոչ լեզու գիտենք, ոչ եբրայերենը գիտենք, ոչ գոնե չենք փորձում հասնել նրան, որ նրանց գրվածներում պատմությունները հետազոտեն եւ իմանան գոնե մեր մասին ինչ է գրված։ Եվ այսպես այս թուրիմացական անհավասարակշռության մեջ հայտնվում են երևույթներ, ինչպիսին է ասենք մեր հղումների մեջ գրված է, որ հայ հրեական թշնամությունը ալամեկ հրեական ինչ որ հիմքեր ունի, անհասկանալի, մարդիկ հետաքրքրված են, թե ինչու է այդպես, որ հրեաները պատմական անհաշտություն ունեն հայերի հետ, եւ դա ինչով է պայմանավորված, բայց հակառակը չկա այդպիսի բան, ընդհակառակը, եթե նրանց հակադրությունը հայերի հետ գալիս են պատմական անցյալից, ապա մեր հակադրությունը նրանց հետ այնքան թարմ է, որտեղ մենք չենք հիշում, թե ինչու՞ն է բանը, որը կապված է անմիջապես ցեղասպանության հետ։ Այսպիսի մի պատմություն է ստացվում, եւ մենք շփոթված ենք։ Նրանք հաստատում են, մենք չգիտենք, եւ մեր միայն հիմքերն այն են, որ ասենք հրեական համաշխարհային կազմակերպությունները, նրանց լիդերները ընդունեցին, որ Սալոնիկի հրեա եւ թուրքերն էին, որ կազմակերպեցին սուլթանական կայսրության տապալումը եւ նրա ոտքի տակ գնաց ամբողջ հայկական տարածքները, ինչու համար հիմա հարցեր են առաջացել։ Միթե այս երևույթը, որ արևմտյան Հայաստանը կորավ հայերի ձեռքից, եւ բնակչությունը, եւ ունեցվածքը, եւ իրավունքները ամեն ինչ, կապված չէ պատմական անցյալում հայ հրեական, հրեա-հայկական հակասությունների մեջ, որը արտացոլվում է նրանց Թալմուդի մեջ, գրականության մեջ, եւ այսօր լույս աշխարհի հղումների մեջ են հայտնվել են, թե այսպիսի բաներ կան, եւ մենք բոլորս, դուք էլ երևի հետագայում, այս հարցերը արտադրելուց կմնաք շփոթված, թե այս ինչ բան է։ Հայերը հետաքրքրված չեն իրենց պատմական անցյալում հակառակորդ հռչակած հրեաները, որտեղ հատուկ գրքերի մեջ գրած է հայերի նկատմամբ այսպես, ալամեկը այսպես, եկան այսպես, գնացին այնպես, իսկ հայերի մոտ ոչ մի բան չկա։ Ընդհակառակը հայկական բոլոր եկեղեցիները մեր երկրագնդի բոլոր ծայրերում, գաղթօջախներում երգում եւ փառաբանում են Երուսաղեմը եւ մարդկանց ցանկանում դեպի վերին Երուսաղեմ կոչերով, որտեղ կա հանգստություն, հոգու եւ անդրշիրիմյան աշխարհի հետ կապված բոլոր տերտերները պատարակների մեջ երգում են, փառաբանում են Երուսաղեմը, եւ շատ ես հարցնում, ինչ կապ ունի Երուսաղեմը հայկական իրականության հետ, ասում են, էսի այդ Երուսաղեմը չի, սա հոգևոր Երուսաղեմի մասին է, եւ այսպես մանևրներ են անում,
Ջերմանանները աշխատում են, համասարանները աշխատում են, աստվածաբանական ֆակուլտետներ ունեն, Հայաստանում վերջերս բացված անկախության հետ կապված, բայց դե մեջտեղում, ինչպես ասում են, բացի հակասությունից, անհասկացողությունից, տգիտությունից ոչ մի բան չկա։ Եվ այսօրվա հաղորդումը, որը նվիրված է հատկապես այդ թեմաների շուրջը, զրույցը Արամ Մկրտչյանի հետ Գերմանիայից մենք կտանենք այդ ուղղությամբ։ Ես ամբողջովին ամբիոնը անձնում եմ Արամ Մկրտչյանին եւ մենք կլսենք, թե նա ինչպես է պարզաբանում այս երևույթները, հիմքերը եւ այլն։ Արամ, քանի որ ես եթերում էի, դուք էլ եթերում եք, երևում եք արդեն ողջույն, ես ձեզ հրավիրում եմ մեր հանրության հետ զրույցի այս թեմայի շուրջը, որ ես խոսեցի մոտավորապես շատ աղճատված ձևով, որտեղ ավելի չգիտեմ, ես կուզենայի, որ դուք հարստացնեք։ Համեցեք, եթերը ձեզ։ Թեման հետևյալն էր, երբ որ ես նույնպես հղումները կարդացի, իհարկե ուրախացա, որ նման տիպի հղումներ կան, որտեղ ինչքան հղումները շատ են լինում դեպի պատմական անցյալը եւ հնարավորություն առաջանում ինչ-որ մի երկխոսություն կառուցել, եւ մենք փորձենք նման մի երկխոսություն կառուցել կամ շարադրենք մեկ այլ տեսակետ, որը կանոնից ընդհանրապես դուրս կլինի։ Եվ բոլոր այն նյութերը, որոնք որ ես կներկայացնեմ, դրանք բոլորը պայթյունի պես մի բան կլինեն, հավանաբար կուղեն նաեւ իմ անձի դեմ, պատճառաբար որ Մկրտչյան Արամը շատ քիչ է հասկանում, հավանաբար։ Բայց թողնենք դա, թող Մկրտչյան Արամը քիչ հասկանա, բայց նա կշարադրի իր մտքերը այս հարցերի շուրջ։ Հիմա պետք է մենք նման հարցերի քննարկելուց առաջ մեկ միշտ հասկանանք, որ խորը անցյալում կար կրոնական հստակ մոտեցում, կար լուսնապաշտություն եւ կար արևապաշտություն։ Սա ընդունված փաստ է, ոչ ոք սրա դեմ չի պայքարում եւ ասելիք չունեն։ Այն կողմը, որը որ արևապաշտությունն էր ներկայացնում, դրանք հավետական ճյուղն էին ներկայացնում իդեմս հայկի։ Մյուս ճյուղը, որ ներկայացնում էր լուսնապաշտությունը, ներկայանում էր սեմի կողմնակիցների կողմից, այսինքն դրանք սեմիտական սեմական ցեր էին։ Այս երկու գաղափարախոսությունները իրենց հիմնական աշխատանքները կամ գաղափարախոսությունը տարածում են երկու տարածքներում։ Այդ տարածքները նույնպես հայտնի են, դա մեզ հայտնի Արարատյան աշխարհներ եւ երկրորդը մեզ հայտնի Պաղեստինն էր, ոչ Իսրայելը։ Պաղեստինում էր կատարվում գաղափարական աշխատանքը։ Եվ այդ ժամանակահատվածում հայերի Պաղեստինում գտնվելը համարվում էր օրինաչափություն, քանի որ կողքում կար արդեն Եգիպտոս, որտեղ հայտնի Հիքսոսներն էին իրենց հիմնադրած Ավարիս մայրաքաղաքով, որը վերջերս արդեն հայտնաբերվեց եւ նոր մի ցնցում առաջացավ Եգիպտագիտության մեջ, հայտնաբերվեց վերջը Հիքսոսների Ավարիս քաղաքը։ Եվ դրան զուգահեռ մեզ հայտնի Պաղեստին, Իսրայել տարածաշրջան, որտեղ կրոնական հակասություններ կային, դոմինանտություն խնդիր կար, որտեղ առափնյա ամբողջ տարածքը դրանք նավահանգիստներ էին, դրանք Փինիկյան էր, որտեղից արտահանվում էր ամենաթանկարժեք հումքերը դեպի արևմտյան աշխարհ։ Դրանք կոնտրոլի տակ պահվող տարածքներ, որոնք կամ պետք է հսկեին նրանք, ովքեր ներկայացնում են առաջի գաղափարախոսությունը, այսինքն արևապաշտությունը։ Եվ երկրորդը նրանք պետք է հսկեին լուսնապաշտների նկատմամբ սեմականներին, այսինքն կռիվը դնում է թե ով պետք է հսկե։ Տվյալ պահին դոմինանտ արևապաշտությունն է։ Երկրորդ этаպում հրեական մշակույթի մեջ չգիտես թե որտեղից հայտնվում է Դավիթ անունով մի անձնավորություն։ Հրեական մշակույթը Դավթին շատ գեղեցիկ ներկայացնում է, թե նա որտեղից եկավ, ուր գնաց, մենք այս փոքրիկ դետալների վրա չենք անդրադառնա, զուտ ժամանակ չկորցնելու առումով եւ ովքեր որ կարդացել են 5 թվականը կամ տերյակին գիտեն թե Դավիթը որտեղից եկավ եւ ինչու եկավ։ Հիմա շատ հետաքրքիր Դավթի տոհմածա հրեական մշակույթի մեջ Դավիթը այն թագավորն է, որին ասում են հրեաների արքա Դավիթ, ոչ թե հրեա արքա Դավիթ։ Անջատված է Դավթից հրեա ազգային պատկանելիությունը։
Այնտեղ Սարգսովի տոհմածար կա, թե նա ումից է սերում, դրանք երկրորդական են, նորից ասեմ, հստակ անջատում է Դավիթ հրյաների արքա։ Երբ որ հրյաները կամ հրեական մշակույթը ներկայացնում է Դավթին, նրանք միանշանակորեն եւ հստակ ասում են, որ Դավիթը ներկայացնում է արևապաշտությունը։ Այստեղից բխում պետք է կատարել, եթե Դավիթը ներկայացնում է արևապաշտությունը, նա չէր կարող լինել սերմական, որտեղ արևապաշտությունը դա առաջնորդության խնդիր էր եւ արևապաշտ կարող են լինել միայն հավետականները, հակագիծերը եթե մի քիչ ներածնենք, ապա հայերը պետք է լինեն, որտեղ պատմական այդ ժամանակահատվածում արևապաշտությունը ներկայացնում էր հայկական թևը։ Դրանք նաև մենք ասում ենք արիներներ բաժանվում են երկու խմբերի, որոնք մենք կամ պարսկական ճյուղը։ Հիմա սրանք դետալներ են, բայց հիմքում վերցնում ենք Դավիթը ներկայացնում էր արևապաշտությունը։ Ինչու հանգարց փորձեցին Դավթին բերել նստեցնելու հրեական գարին։ Մեր գյումրեցին այդտեղ մի հղում էր կատարել, որ ինչ-որ ալեմակներ կային այդ տարածքում։ Ովքեր էին այդ ալեմակները, նա չի ասում, բայց պատմության մեջ դրանք նույն այդ արևապաշտերն էին, որոնք տարածքում տիրապետում էին առողջարքի առափնյա հատվածների ամբողջ կոնտրոլը պահում էին իրենց ձեռքում։ Սեմական էթնոսը դրանց հետ չէր կարողանում որևէ ձև հարց լուծել, ներքին համաձայնություն չկար, կար պայքար։ Երբ որ Դավիթին դարձրեցին թագավոր, Դավիթի առաջի խնդիրը եղավ ալեմակներից վերցնելու իրական իշխանությունը իր ձեռքում։ Նա կարողացավ դրանցից վերցնել, կենտրոնացնել իր ձեռքում եւ երկրորդ քայլը որ կատարեց, մայրաքաղաքը տեղափոխեց Երուսաղեմ։ Սա նրա երկրորդն է, այսինքն նա մայրաքաղաքը տեղափոխեց Հիքսոսների սարքած քաղաքի տեղը, որը Հիքսոսների ժամանակ կոչվում էր Տիամատ։ Երուսաղեմի առաջի անունը Տիամատ անունով հայտնի աստվածուհի կա Տիամատ, նրա անունով կառուցված քաղաքը։ Դրանից հետո Դավիթը մեկ շատ հետաքրքիր բան կատարեց, նա պատրաստեց հրյաների հայտնի կապչեգը, որի մեջ դրված էր 10 պատվիրանները Մովսեսի կողմից ստացված, նա այդ կապչեգը տարավ եւ թաղեց Սիոնի գագաթի։ Որևէ մեկը հրյաների չհասկացավ, թե ինչու նա պետք է աներ իրենց ամենասիրելի կապչեգը թաղեր այնտեղ։ Նորից հրեական մեկնաբանները շատ նորից գեղեցիկ բացատրություն են տալիս, որը հետևյալն է, ասում է, երբ որ նա բարձրացավ սարի վրա, երբ պետք է հանդիպել հրյաների Աստծու հետ, փակագծերի մեջ վերցնենք Եհովա Աստծու հետ պետք է հանդիպել, ասում է հանկարծ հրյա ժողովուրդը տեսավ, որ այդ Եհովա Աստվածը Դավթին հայտնվեց այլ արտաքինով։ Այլ արտաքինը հետևյալն էր, նա ձեռքին ուներ շանթ, արևի Աստված հայտնվել, նա ձեռքին ուներ շանթ եւ նա ձեռքին ուներ նիզակ։ Եվ Դավիթը զրուցեց իր Աստծու հետ։ Եհովա Աստվածը կորավ այդ արանքից եւ Դավիթը զրուցեց իր Աստծու հետ եւ ստացավ այն ինչ որ ինքը ուզում էր։ Որտեղ նա կապ չուներ այն մյուս մշակույթի հետ։ Վերադարձավ նորից այդ խոսակցությունից հետո Դավիթը վերադարձավ եւ ասեց մենք պետք է կառուցենք մեծ տաճար, որը պետք է նորից լինի հորը։ Բայց նա տաճարը չկառուցել, որտեղ ասում ինքը շատ մեղքեր էր գործել, հրյաների հետ կապված շատ մեղքեր էր գործել եւ փոխանցեց իր հետնորդին հայտնի Սողոմոն։ Հիմա Դավթի ընտանիքի կազմի մեջ մեզ համար շատ մի հարազատ անուն կա։ Թամարը։ Դավթի դստեր անունը Թամարը է։ Հրեական մշակույթի մեջ նման անուններ չկան, գոյություն չունեն։ Պահպանված էլ չի։ Դավիթը հատուկ չի իրենց, Թամարան հատուկ չի իրենց։ Հիմա հաջորդ էտապում, երբ որ Դավիթը պետք է կարողանար ինչ հաջողությունների ասել, նա կենտրոնացեց իշխանություն եւ վերադառնանք նրան բնութագրի։ Հրեական մշակույթում Դավիթը ներկայացնում է խարտյաշ մազերով,
մի երիտասարդ, որը տիրապետում էր նվագելու արֆա գործիքին։ Արֆան երաժշտական գործիք էր պատրաստված ցլի կոտոշներից եւ 3 հատ ձգած լարեր ունեին։ Այդ գործիքի վրա իրավունք ունեին նվագելու միայն արևապաշտ բարձրաստիճան քրմերը կամ հագաժառանգները, որտեղ այդ գործիքը ներկայացնում էր միայն թեշուկ բարձրագույն աստծուն եւ այդ գործիքի կրելը նշանակում էր դիտոսակիր լինել այլ ներկայացնել տվյալ գաղափարախոսություն։ Հիմա հրեական մշակույթի մեջ տեսնենք, որ Դավիթը այդ գործիքով է հանդես գալիս։ Այդ երաժշտական գործիքը, որը նույնպես հատուկ չի սեմական մշակույթի, արևելյան մեր տարածաշրջանի երաժշտական գործիք էր։ Հաջորդ քայլը, որ Դավիթը կատարեց, հետևյալն է։ Նա նորից վերեց հավաքեց բոլորին եւ ներկայացրեց, որ այն, ինչ որ Հրեաստանում կատարվելու է իր կամքով, օրենքները փոխվեն ըստ իր ասացի, բաժանում կատարեց, արգելեց ընդհանրապես բոլոր տիպի աղոթները, 2 անգամ իրավունք ունեք աղոթելու, առավոտյան եւ երեկոյան։ Իսկ բոլոր հոգեորականներին այն հոգեորական, որը իրենց մշակույթին էր հարիր, ասես դուք պետք է դառնաք գրագրեր։ Փող հավաքելու դուք իրավունք չունեք, հարկ հավաքելու իրավունք չունեք, դուք միայն գրագիր եք։ Սա Դավիթի ընդհանուր նկարագիր է։ Հիմա հրեաները իրենց մշակույթին է Դավիթին երբ որ ներկայացնում են, մենք գիտենք առանձնահատկությունները մեր ժողովրդի կապուտացիա, խարտյաշ, գանգրահեր, Դավիթը այդ պատկերով է ներկայանում։ Սեմական ժողովրդի մեջ կամ այդ նրանք ավելի մուգ արտաքին ունեն, ավելի աֆրիկյան ընդգծված հատկանիշներ են, հատուկ չիրեն հրեական, թագավորական կազմի մեջ Դավիթը առանձնանում է արտաքինով երաշտական գործիքի կրելու կարողությամբ, Աստծու հետ հանդիպելուց հանդիպում է այն Աստծուն, որը իր ձեռքին կրում էր շանթ եւ իզակ, թաղեց այդ պատվիրանները սարի վրա, բացատրելով ժողովրդին, որ այն ինչ որ Աստծու կողմից տրված էր, նա պետք է լինի սարի գլխին։ Այդ տարածքներում սար չկա։ Սարը մեր մշակույթի խնդիր է եւ մեր սարերի գլխին են կառուցում տաճարներ, եկեղեցիներ, զոհաբերություններ, այսինքն բարձր կետիվա պետք է դրվել այն, ինչ որ այն մշակույթից է բխում, ոչ թե այս մշակույթից։ Դավթի ուժը փորձելու համար նա կռվի դուրս եկավ Գոլգոթի հետ, հաղթեց նրան, Դավթի ձեռքին հայտնվեց սուրը, Գոլգոթի սուրը։ Եթե մեր մշակույթի մեջ նայում ենք, մեր թուրք կեցակինի մասին է խոսքը գնում, ուրիշ բան չկա։ Այդ տարածքներում սուր որպես դիցական ուժ ունեցող գործիք մեկ անգամ էր հայտնով եւ այն էլ Դավթի ձեռքին։ Հիմա տեսեք հաջորդ կարևոր բանը։ Հրեական մշակույթի մեջ ֆիքսում է արևապաշտությունից բխած Դավիթ, նրա դասակարգումները, կրոնի մեջ ինչ դասակարգումներ նա դրեց, ընտրեց մայրաքաղաքը, որտեղ տեղադրեց, տաճար պետք է կառուցեր, տաճար, որը նվիրված է ոչ թե Եհովա Աստծուն, ինչ էր փորձում ներկայացնել, այն Աստծուն, ում հետ ինքը զրուցել էր։ Իսկ տաճարը չկառուցվեց ոչ թե նրա համար, թե նրա ուժերը բավարար չէր, այլ հակասություն կար արդեն այդ էթնոզանգվածի եւ այդ էթնոզանգվածը կառավարող արքայի միջև։ Բնականաբար նա չէր կարող շարունակել։ Եվ նրա սերունդի մեջ մենք տեսնում ենք հստակ ֆիքսված Թամարա անուն, որը հատուկ է մեր մշակույթին։ Եվ երբ որ հրեաները ներկայացնում ասում են, որ Դավիթը արևապաշտ էր, դա մեզ ոչինչ չի տալիս, որտեղ մենք արևապաշտությունից եթե ոչինչ չենք հասկանում, իսկ սեմական լուսնապաշտությունից առավել ևս, բայց դա իրենք գիտեն։
Հիմա ամենակարևոր ֆիքսացիան, որ տեղի է ունեցել, դա Միքելանջելոյի հետ է կապված։ Միքելանջելոն պատվերով ստեղծեց Դավթի արձանը։ Համաշխարհային մշակույթի մեջ Դավթի քանդակներ, Դավթին նվիրված արձաններ բավականին շատ կան, բայց սա մի եզակի արձան է։ Ինչու է նա եզակի։ Միքելանջելոն քանդակել է Դավթին մեկ, բացարձակապես մեկ։ Եթե մենք Դավթին նայում ենք, Դավթի արտաքին ամբողջությամբ նրա արտաքինը ավելի շատ արիական ինչ-որ բան են, քթի կազմվածքը, աչքերը, ունքերը, մազերը եւ այլն, բայց սա չի էական։ Էականը պատվիրատուն Միքելանջելոյի առաջ խնդիր է դրել, քանդակել այնպես Դավթի, որպեսզի նայողի համար ակնհայտ լինի, որ այս անձնավորությունը ծագումով չի կարող լինել հրեա։ Ինչ պարագայում Միքելանջելոն կարող է դա ցույց տալ։ Միայն մեկ պարագայում, մեկ վիճակում, իսկ ինչ է նշանակում մերկությունը, շատ պարզ սովորական բան։ Դավիթը կամ պետք է լիներ թլպատված, կամ չթլպատված։ Հիմա մենք ասենք ինչի են ես սրա վրա կանգնում։ Գեղագիտական խնդիրներ կար, էսթետիկա կար, բնականին ինչ-որ հարցեր կան, սրանք բոլորը դուրս են կողում, պատվիրատուն Դավթի կոմպլետ անձնավորությունը, որը ներկայացնում է կաթոլիկ եկեղեցի, այսպես ասենք։ Եվ կաթոլիկ եկեղեցու առաջնորդը Դավթին ուզում է տեսնել այնպես, ինչպես որ Դավիթը կա, այսինքն Միքելանջելոյի եւ պատվիրատուի մեջ այդ փոքրիկ դետալի հետ կապված հավանաբար 3 հատ դիսկուսիա է գնացել, ինչպես կատարել։ Ինչպես։ Եվ Միքելանջելոն գտել է բացարձակ լուծում, թող գրեհիկ չթվա, բայց ես պետք է ասեմ, եւ բոլորին, ովքեր որ ուսումնասիրում են ճարտարապետություն, շավաթետի ուշադրություն դարձած դնել, որ տղամարդու անդամը այսպես այնպես ծածկվում է տերևով, կամ ինչ-որ դետալով, կամ նա մի քիչ ընկծվածություն չունի, կամ մի քիչ մեղմացվում է։ Դավթի մոտ հակառակն է։ Միքելանջելոն հստակ շեշտադրում է կատարում, եւ այդ շեշտադրումով է ճշտում, որ Դավիթը չէ կարող լինել հրեա։ Եվ մատնանշում է, համեցեք դիտով, կնայեք եւ կհամոզվեք, որ Դավիթը չէ կարող լինել հրեա։ Ահա այսքան երբ որ մենք ամփոփում ենք, մենք տեսնում ենք, որ հակասություն չկա Միքելանջելոյի ներկայացած Դավթի, այն ինչ որ ես շարադրեցի դրա միջև, եւ այն ինչպես ներկայացնում են հրեաները Դավթի իրենց շարադրանքի մեջ։ Եվ մեկ եւս մի կարևոր բան ասեմ, հրեական մշակույթը Միքելանջելոյի Դավիթը չի ընդունում։ Բացարձակապես մերժում է Դավթին, այդ ձևով նա մերժում է։ 2008 թվականին Դավթի մի արձան պատվիրեցին, որը հիմա տեղադրված է Երուսաղեմում, բայց դա բացարձակապես լրիվ ուրիշ Դավիթ է, որպես ալտերնատիվայի մի հատ Դավիթ, Միջելուց Դավթի, այդ ալտերնատիվ Դավթի ֆինանսավորումը կատարեցին ռուսական հրեաները, Ռուսաստանի հրեաները, եւ այդ Դավիթը տեղադրեցին Երուսաղեմում, որպես ալտերնատիվայի մի նոր Դավթի։ Բայց նորից են այդ Դավիթը, որը տեղադրված է։ Այդ Դավիթը Հակոստոց Այսինքն թաքցնում է իր ով լինել։ Այո։ Հետաքրքիր բաներ ասացի, այդ առումով մտքեր առաջազան եւ դիտորդների մոտ է, ուրեմն եթե որ ասում են Դավիթի տաճար կառուցել, ի՞նչ է նշանակում էս։ Սողոմոն իմաստունի է, Դավիթի տաճարն է, համաշխարհայնացու, ինչ որ դուք գիտեք ինչ արիք, ավիրեցիք այդ գաղափարի հիմքերը, որովհետև դուս է գալի, որ արևապաշտների տաճար է կառուցվում Իսրայելում եւ Երուսաղեմում։ Էս ի՞նչ պատմություն է։ Պատմությունը հետեւյալն էր, երբ որ նորից ասել, Ավարիս քաղաքը, երբ որ հիկսոսները կառուցեցին Եգիպտոսում, քաղաքը ստոր գետնյա էր եւ վերգետնյա։ Վերգետնյա Ավարիսը ավերվեց վերացավ։ Մնաց ստոր գետնյա Ավարիսը։ Ստորգետնյա ավարիսներ փակվեց, երբ որ հիկսոսները դուրս եկան,
Երուսաղեմից, նրանք կառուցեցին Տիամատ, այսօրվա Երուսաղեմ քաղաքը, Հիկսոսները կառուցեցին Տիամատ քաղաքը նույն Երուսաղեմի տեղում եւ գնացին, դա Քրիստոսից 1400 տարի առաջ էր, երբ որ նրանք Եգիպտոսից դուրս եկան եւ այնտեղ կառուցեցին։ Հետո հрьяաները Քրիստոսից 500-ին դուրս եկան Եգիպտոսից եւ գնացին այդ քաղաք։ Երբ որ իրենք մտան այդ քաղաք, Հիկսոսներն արդեն դուրս եկան այդ քաղաքից։ Թողեցին իրենց Տիամատը եւ գնացին։ Հիմա ինչ խնդիրներ էական չի։ Հետո երբ որ Դավիթը վերադարձավ, արևապաշտական գաղափարախոսության ներկայացում Դավիթը վերադարձավ, մայրաքաղաքը նորից տեղափոխեց Երուսաղեմ եւ ասեց ես պետք է կառուցեմ հոր տաճարը։ Եվ հрьяաներն ասում են նա հանդիպեց Աստծու հետ, այն Աստծու հետ, ով իր ձեռքում կրում էր շանթը եւ նիզակը։ Այդ երկու ատրիբուտով հանդես է գալիս միայն արևապաշտության բարձրագույն Աստված Միհր Թեյշիբան, որը մեզ հայտնի։ Այսինքն ինքը խոսեց այն Աստծու հետ, ումը որ ինքը ներկայացնի, եւ պետք է կառուցեր այդ տաճարը, բայց հանկարծ հрьяաները, որ իրեն ընտրել էին, բերել էին իրենց հрьяաների թագավոր Դավթին, հասկացան, որ եթե Դավիթը կառուցի հանկարծ տաճարը, Երուսաղեմի տաճարը, այնտեղ ամեն ինչ նորից շուռ կգա, այսինքն նորից կհաստատվի այն, ինչ որ իրենք չեն ուզում։ Եվ այս կապի արդյունքում մենք այդ հողի վրա։ Այդ որ մեր տերտեր, մեր պերները սկսում են պատմել Քրիստոսի գերեզմանի պահպանության համար ենք ունել, այդպես չի։ Քրիստոսի գերեզման ընդամենը շարունակությունն է, որտեղ Դավիթի սերունդից պետք է ծնվեր Հիսուս Քրիստոսը, որտեղ ըստ նոր կտակարանի Դավթի տողից է սերուն Մարիամը, որ ծնեց Քրիստոսին։ Նույն արևապաշտության ճյուղի շարունակությունն է սա։ Հիմա չքննարկենք, թե ով ինչպես է մտածում, սրանք երկրորդական է։ Մենք ֆիքսում ենք փաստեր։ Արևապաշտ Դավթից ծնվեց սերունդ, այդ սերունդից ծնվեց Մարիամը, սերունդը նրանք իրենց կրոնը չեն փոխում, կրոնը չի փոխվում, եթե կրոնը փոխվի հрьяաները չեն շեշտում, բայց նրանք շեշտում են, այս ճյուղից, Դավթի ճյուղից, արևապաշտական ճյուղից դուրս եկավ, եւ նրա մեջ ծնվեց Քրիստոսը, երբ որ ծնվեց Քրիստոսը, Բեթլեհեմի աստղը, իսկ Դավիթը ծնվել է Բեթլեհեմ քաղաքում, Դավիթը ինքը ծնվել է Բեթլեհեմ քաղաքում, եւ երբ որ ասում են Բեթլեհեմի աստղը բարձրացավ, Դավիթը նորից բարձրացավ։ Դավիթը պետք է վերականգնվեր, երբ որ մոգերներ եկան երկրպագելու Հիսուսի, դրանք եկան արևելքից, չէ, ոչ հյուսիսից, ոչ հարավից, ոչ միտեղից, արևելքից, եւ գալիս էին նրանք, այդ արևապաշտ քուրներն էին գալիս իլուր աշխարհի ասելու, որ շարունակությունը ծնվեց։ Հիմա գաղափարախոսության հետո ինչ պետք է կատարվի, դա արդեն մենք գիտենք, իրական չի, ես ուզում եմ մենք քննարկենք ինչեր այդ գաղափարախոսության ստեղծումը ինչ է կատարվել։ Նորից շեշտում եմ հրեական աղբյուրների վրա հենվելով արևապաշտ Դավիթ, արևապաշտ Մարիամ, Բեթլեհեմի աստղ Դավիթ, երկրորդ անգամ Բեթլեհեմի աստղ իդեմս Հիսուս, Քրիստոսի կամ Հիսուս Նազարեթցու։ Հիմա եթե Դավիթին հաջողվեր կառուցել այդ ինչի մասին որ մենք խոսում ենք, ապա այս համակարգն այսօր չէր աշխատի բնականաբար, ցավոք սրտի Դավիթը չկարողացավ կառուցել։ Պատվիրատուն, երբ որ Միքելանջելոին պատվեր տվեց, այս ամբողջ պատմությունները ինձանից լավ գիտեր։ Ինչու պետք է նա ինձանից լավ իմանա, ես իրեն կարդալով եմ հասկացել այսքանը։ Բայց նա կաթողիկոս էր, Հռոմի պապ էր, դուքս էր, մեծահարուստ էր, որը երկու պատվեր է տվել Միքելանջելոին։ Կերտել Մովսեսին, որը ինքը շատ հոյակապ ձևով է կատարել, եւ կերտել Դավթի արձանը, Մովսեսին հագուստով կոտոշներով, բաց
բացեք Վիկիպեդիան նայեք Մովսեսի արձանը կոտոշներով դրանք տարբեր մեկնաբանություններ են տալիս, տարբեր բացատրություններ են տալիս, դա մեկ բացատրություն է, թագավորի գլխին չի կարող կոտոշ լինել, դա ուրիշ խորհրդանիշ է։ Եվ Դավթին մորեն մեր տկլոր, այնպես, որ ցանկացած նայող, ովքեր որ հասկանում են կրոնի տեխնոլոգիան, նրանք գիտեն ինչ է նշանակում ներկություն այդ ձևով։ Եւ հաջորդը Հիսուս Քրիստոսը մեկ վիճակում նկար չունի, մեկ կտավ կա, մեկ կտավ։ Դա ինձ հաջողվել այդ կտավը տեսնել նույն վիճակն է։ Ըստ հրեական մշակույթի 40 օր հետո արու զավակը պետք է թլպատվի։ Ըստ Աբրահամի եւ իրենց Աստծո պայմանի, այդ պայմանը անխախտ է, որևէ մեկը չի կարող խախտել այդ պայմանը։ Աբրահամից սկսված տղա ժառանգը 40 օր հետո պետք է թլպավի, դա Դավիթ կլինի, Հիսուս Քրիստոս կլինի, ով որ կլինի, իրական չի։ Այդ թլպատման վերաբերյալ արամ, քանի որ հենց թեմայի վրա է, երկու վարկած կա, թե ինչու է թլպատվում երեխան, այսինքն այդ տարածքաշրջաններում։ Ես կարդացել եմ, լսել եմ, ընդհանրապես շատ կարդացել եմ, որ վարկածներից մեկը հետևյալն է, որ ինչպես ծննդի ժամանակ, երբ որ երեխան դուրս է գալիս դեպի աշխարհ, այնտեղ տեղի է ունենում արյան շրջանառության եւ թոքերի transaction-ը տեղի ունենում, այսինքն պետք է սիրտի փորոքը միանա թոքերից վերցնի արդեն այլունը եւ երեխայի մոտ ծնվելուց պորտալարը կտրելուց հետո անմիջապես տեղի ունենում այդ ֆիզիոլոգիական փոփոխությունը, երբ որ երեխան այդ մոմենտին պահին ճճում է։ Եթե չի ճճում, երեսին խփում են ցավեն պատճառը, որ տեղի ունենա սրտի զարգերը, սկսեն թոքերի հարստացված թթվածնի հետ աշխատել։ Այս մեկ, այսինքն նա պիտի անցնի այդ ստրեսի ճանապարհը։ Երկրորդը, երբ որ թլպատում են երեխային, ոնց որ դու ասեցիր, այդ ժամանակ նրա մոտ առաջանում է ուժեղ ցավի զգացողություն, իհարկե, որովհետև չեն ցավազրկում, եւ այդ ուժեղ ցավի զգացման ժամանակ իր մոտ նեյրոնային համակարգերում տեղի է ունենում նույն բանը, ինչ որ թոքերում է տեղի ունենում, միացում, փոխմիացում անում, այսինքն նրա մտածողությունը գնում է մի այլ ուրիշ ճանապարհի վրա։ Ես կարծում եմ, որ թլպատման այդ երևույթը, որ գտել են իրենց իմաստունները, կապված է, ասենք, լուստապաշտության հետ, ինչ որ հոգևոր մի բան է կատարվում, ցավի ազդեցության տակ տեղի է ունենում արդեն հետագայում մտածողության, բնավորության ձևավորում երեխայի։ Եվ թլպատման երկրորդ պատմությունը հետևյալն է, որ այդ տարածքներում Իսրայել, անապատներ, Արաբստան այդ կողմերում հոսող ջրեր չկան, որոնք մաքուր լինեն։ Եվ երեխաները հիմնականում մի քանի տարեկան գարնանային փոսերի մեջ, երբ որ անձրևը հավաքում, այդտեղ լողանում են։ Եվ այդտեղ են ծնվում մի տեսակ վիրուս, որը որ հատկապես տղաների սեռական օրգանների մեջ առաջացնում է վարակ, որովհետև մաշվիտակից անցնում է եւ տեղի ունենում արդեն քարախակալում վարակազեղին։ Հավանաբար երկրորդ վարիանտը ավելի ճիշտ է, որովհետև էլի նորից իմաստունները գտել են, որ հարկավոր է գտել եւ բացօթյա սերվիզ անել նման դեպքերում, չթողնել, որ վիրուսը մնա կաշվի տակ երեխաների մոտ։ Ես սա ուրեմն միակ ցավ պատճառ են, որ հոգեբոր վերամիացում կատարվի, մեկը բժշկական առումով, որպեսզի բաց լինի այդ մասը, որ վիրուսը չկարողանա տեղավորվել այնտեղ եւ օրգանիզմին չվարակի, չտունավորի, չթարախականի։ Այս երկուսն է իմաստը։ Հիմա սովորաբար օրենքները մտնում են ավանդույթ կամ պաշտամունք են դառնում, ինչ որ հիմնավորում ունեն, անպայման ունեն հիմնավորում, որտեղ եթե Աստված չասի նման բան, ոչ մեկն չի անի։
Աստծու անունը կարգավորումը հասարակական սոցիալական շատ խնդիրներ, սա մի կեր, սա մի արա, սա այսպես է, սա այնպես է, հասարակությունը Աստծու անունով իմաստունները ճշտել են, որ առա բոլորը մեռնում են, իսկ Աստված հավերժական է։ Մենք լսում ենք Աստծուն, այն ինչ օրենք մենք հաստատում ենք Աստծու անունից, դա է մնայունը։ Եվ այս օրենքները, որը որ դրում է, հավանաբար դա է նշանակում։ Կարծեմ այդպես է։ Ուրիշ ոչ մի բան չկա մեջ տեղում։ Վախենա։ Մի քիչ էպես չի։ Հիմա ուրեմն շատ է, այդպես է։ Դու մի քիչ էպես չի ասի։ Ես ուզում եմ քիչ խոսակցությունը տենց թեթև ժանրով տանենք, որ շատ ծանր չի, բայց արևապաշտության եւ լուսնապաշտության մեջ մի հատ խնդիր կար, որը հետեւյալն էր։ Արևապաշտությունը ամբողջական գաղափարախոսություն է, նա ոչինչի չէր տալիս, այսպես ասեմ, լուսնապաշտության մեջ պարտվածի հոգեբանություն կար, այդպես էր ստացվել, այնտեղ մեծ արև, մեծ լույս եւ փոքր լույս։ Սեմականների համար լուսնապաշտությունը փոքր լույսի գաղափարախոսություն, պարտվածի գաղափարախոսություն։ Հիմա հոգեբանության մեջ մինչև վերջերս էլ կռվող զինվորները տարբեր ֆիլմեր տեսնենք, որ տանկը հանեց նա ձեռքը պետքա կտրեր, կամ մի թարմին իր վրայից հաներ, որ ինքը ակտիվանար, որ ինքը պատերազմ էր գնում, կամ կռիվ էր գնում, կամ ինչ-որ հարձակում պետք աներ, ինքը իրանից մի հատ արյուն էր հանում, էլի մի տեղից կտրում։ Աչքը տեսնի, արյան հոսքը, գույնը։ Աչքը արյուն տեսնի։ Հիմա երբ որ հрьяաները արդեն ժառանգական պարտության մասին էր խոսքը գնում մի քանի հազար տարվա, բայց գենետիկական հիշողության մեջ կա, որ իրենց բան են վերցրել։ Ինչ են վերցրել, չեն ասում, բայց սերունդին ասում են մենք քեզանից հիմա կկտրենք մի բան, որ քո ցավ առաջանա, հետո մենք է ժառանգաբար քեզ կասենք, որ դու ոչ մեկին ոչինչ չտաս, դու մեզ պիտի վերցնես, որտեղ քեզանից վերցրել են։ Սա երրորդ տարբերակն է եւ երևի ամենահավանական։ Քեզանից միշտ վերցրել են իշի, ուրեմն որևէ մեկ հրյա, մենք գիտենք, ոչինչ չեն տալիս, նրանք միայն վերցնում։ Ֆունդամենտ, դա վերցնելու երևույթը պետք է գաղափարապես ամրանա, պետք է ֆունդամենտ ունենա։ Ինչու։ Ընդամենը, երբ որ մենք տրամաբանությունը տանում ենք դեպի կրոնական ամենավերջի ակունքները, ինքը ինչ են վերցրել։ Վերցրել են նրանց հավասարության, որ իրենք գաղափարախոսության մեջ պետք է մերժել են իրենց, ասեն դուք չեք կարող կրել, այն ինչ որ ուրիշներն են կրում, դուք ավելի ցածր եք։ Այդ պայից սկսած ֆոբիա կա, երբ որ իրենք ասում են մենք ոչ մեկին չենք սիրում, բոլորը դրանք այս են, միայն մենք ենք, այդ ֆոբիայի վերականգնման փորձ է եւ դրա հաջորդը Աբրահամի եւ իրենց Աստծո պայմանավորվածություն, երբ որ իրենց Աստված ասում է Աբրահամ, դուք չեք հասկանում։ Կտրի դու, որ դու միշտ իմանաս, որ դու քո ձեռքով տվել ես, դու ես կտրել տվել, հենց որ կմեծանաս, կասես ես սխալ եմ արել, հիմա պետք է հետ վերցնեմ, այդ 2 գրամի պատասխանը պետք է փողով վերցնեն, գույքով վերցնեն, պետք է դրանից հետ վերցնեն։ Ինչ է, մտածում եք, որ էսի բանկային տոկոսի առաջի դրսևորումն է։ Այո։ Այսինքն ես Արթուր Արմինը հաղորդման մեջ հիշեց Վենետիկյան վաճառականը։ Այնտեղ մեկ ուրիշ կտոր կա, որ այս նույն հատվածը կա, երբ որ Վենետիկյան վաճառականը տոկոսը փող տվեց ինչ-որ մեկին, որ պետք է վերադարձնել, որը հնարավորություն չուներ, պայմանավորվածությունը հետևյալն էր. եթե դու իմ փողը հետ չտաս, ես քո մարմնից կկտրեմ 1 կտոր պարտքի դիմաց։ Եվ պարտքի ես կջնջեմ։ Դատավարության ժամանակ, երբ որ այդ ամբողջ խոսակցությունը գնում էր, այս երիտասարդը ասեց, դա անհնար բան է, ես չեմ կարող թույլ տալ։ Թող ինձ սպանեն, ինչ ուզում են, բայց ես չեմ գնա դրան։ Հետո իր դատապաշտպան աղջիկ էր, կին էր մի հատ, ասեց ես քեզ դատում կպաշտպանեմ, եւ դու չես դուրժի։ Եվ նա ասեց Բաշխարոյին ասեց. դուք իրոք նման պայմանավորվածություն եք ունեցել, բայց դուք չեք պայմանավորված կտրելու ժամանակ 1 գրամ արյուն չի թափվում։ Նայ,
Եթե դու հանկարծ կտրես քո ուզածը վերցնես եւ այնտեղ 1 գրամ արյուն թափվի, ապա դու քո ամբողջ գույքը ունեցվածքը կփոխանցես Վենետիկին։ Պայմանավորվեցինք եւ այդ խելոք հրյան ասեց. ես այս անձնավորությունից ոչինչ չեմ ուզում։ Մենք իրար պատք չենք, ես գնացի։ Սա այդ փոքրիկ կտորն է, որ ես ուզեցի հիշեցնել, որ պլոց, այսինքն մարմնից 1 հատված պարտքի դիմաց, եւ այդ հրյան Վենետիկի վաճառականի մեջ այս սկզբունքով է հարցը փորձում լուծել եւ չի ասում մատը կկտրեմ, մազը կկտրեմ, չէ, ես քո անդամից կկտրեմ այնքան մաս, ինչքան որ դու ինձ պարտքես։ Սրանք փոքրիկ դետալներ են, որ դրված են մշակույթի տարբեր հատվածներում։ Շատ որպես եկեք սենց մտածենք, ես երկու տարբերակ ասեցի սրտի մասին, ուղեղի մասին եւ վիրուսի մասին։ Մի տարբերակ դուք ասեցիք, ուրիշ ձևով բացատրեցիք, ճիշտ է, որ հիմա ասում եք վենետիկյան աշխարհական կապիտալի առաջի ծիլերը մարդու մարմնի հետ կապված։ Այս ձևով բացատրեցիք, որը հնարավոր է նաեւ, որովհետեւ գործողությունների ժամանակ թրպատման պրոցեսը անցավ մեր բացատրությունների մեջ։ Մտավ մուսուլմանական աշխարհ, բայց աշխարհական կապիտալ չդառավ, ոնց որ վենետիկյան բանի մեջ։ Նա դարձավ իմ ասածը, որ Մուհամեդը այդ բոլորը կիրառեց, որ վայրս չանցնի եւ երեխան հետագայում ցավի դիմացկուն դառնա։ Այսինքն այդ երևույթը, որը դուք ասեցիք, որ առաջացել է հрьяաների մոտ իրենց աստծո թելադրանքով, հանկարծ տեղափոխվեց մուսուլմանական աշխարհ եւ այլ բացատրություն ունեցավ երևույթը, որտեղ կարծես թե ես նրանց թրպատման մասին էի խոսում։ Դուք ասեցիք մի քիչ այդպես չի, դուք մեջ բերեցիք երրորդ տարբերակը, որը այլ բանի մասին է խոսում, բայց երբ որ մենք նայում ենք այդ ժողովուրդներին, որոնք նույն բանը անում են, բայց տարբեր նշանակություն ունի, մենք այդտեղ մտածում ենք, չէ՞, երբ որ ասենք ծնվեց մուսուլմանությունը իր կտակարանի այս գործողությունների հիման վրա, ինչ բացատրությունների հիման վրա ծնվեց, ով աշխարհական կամ հրեական գրքերի ամբողջ ծավալով չէ, նա այնտեղ այսպես ասած ծաղկաքաղ կատարեց հին կտակարանից եւ հրեական որոշ գրքերից եւ ինքը առաջացավ պահպանելու ինչ որ բաներ եւ եթե Ղուրանի մեջ նայեք կտեսնեք հետաքրքիր մարդկության արդեն մարդկության վերաբերյալ արտահայտություններ կապված գողության հետ, սրիկայության հետ, ազնիվ ապրելու հետ բան Ղուրանում գրած է այդ մասին, բայց ամրագրված է Աստծո հետ, պաշտամունքի հետ, աղոթքի հետ եւ այլն, բայց հրեական սուրբ գրքերում այնտեղ լրիվ ազգային է ամեն ինչը, եթե մուսուլմանական աշխարհում ազգային այդպիսի բան չի գրված, այդ գրված է որպես գաղափարախոսություն, ասենք կարող է լինի հնդիկ մուսուլման, պարսիկ մուսուլման, արաբ մուսուլման, տեսակ մաներ, իսկ դա հրեական սուրբ գրքերում հստակ ասում է, քո Աստվածը, քո ժողովուրդը իր հիշում ասա, ճիշտ է թե չէ, այս դրվագները, այո, դրա համար ես ասեցի Աբրահամի եւ իրենց Աստծո պայմանավորվածությունը կոնկրետ թլպատման ժամկետի հետ կապված 40 օր արարողության կարգը ամեն ինչը հստակ գրված է։ Իսկ ինչ վերաբերում է իսլամական աշխարհի թլպատման երևույթը, սա պետք է մենք մի փոքր նույնց այլ տեսանկյունից նայենք։ Իսլամը դուրս է եկել հին կտակարանից։ Մշակույթի կրող էլեմենտները, եթե կարծում ենք Ղուրանը, Ղուրանում հիշում են բոլոր Աբրահամին, հիշում են Իսայի անունով, Մովսեսին, բոլորին հիշում են, ասեն նրանք բոլորը սուրբ մարդիկ են, թվարկելով գալիս են։ Եվ առաջի էտապում, երբ որ Մուհամեդը դեռ անգրագետ էր, նա դեմքով դեպի Երուսաղեմ էր աղոթում։ Սա գրված է իսլամական աշխարհի գրականության մեջ
սա նույնպես ճշտման ենթակա է, եթե որ մեկը ուզում է ճշտել, կարող է բացել եւ կարդալ։ Դեմքով դեպի Երուսաղեմ էր աղոթում։ Հետո երբ որ հрьяաները սկսեցին ծիծաղել նրա վրա, ասել որ դու անգրագետ ուխտապան, նա նեղացավ իրենցից եւ շուռ եկավ դեմքով դեպի Մեդինա էր աղոթում։ Քաբան այն սև քարը, որ դրված է հայտնի, դեմքով դեպի դա էր աղոթում։ Եվ դրանից հետո Մուհամեդը պատերազմ վարեց հրեական երկու ցեղերի հետ եւ ոչնչացրեց դրանց, որտեղ իրեն նեղացնում էին, արհամարում էին, որտեղ արդեն այդ մշակույթից վերցել որոշ հիմնարար ծնիքներ, այդ թվում թպածում է, որտեղ իրենք են Աբրահամական կրոնի կրողները, իսկ Աբրահամական կրոնի կրողներ լինելով հանդերձ նրանք պետք է վերցնեն Աբրահամական օրենքները, որոնցից մեկը թլպատման երևույթն էր։ Հիմա մենք կարող ենք ասել, որ դրանք կապված էր առողջական եւ այլ, միգուցե մենք սա չենք բանում, բայց երևույթը կոնկրետ կրոնական էր, որից հետո նրան մերժեցին, Մուհամեդին ծաղրանքի ենթարկեցին եւ նա հրաժարվեց դեմքով դեպի Երուսաղեմ աղոթելը եւ թեքվեց դեպի Մադինա, Մադինայի ուղղությամբ էր աղոթում եւ հետո այդ երկու ցեղերին ոչնչացրեց, որոնք իրենց ծաղրի էին ենթարկում։ Իսկ ընդհանուր առմամբ նորից եթե մենք անդրադառնում ենք կրոնական գաղափարախոսության հիմնարար երևույթներին, Դավթի երևույթը եթե մենք հասկանում ենք, ինչ եմ ես անպայման կանգնում Դավթի երևույթի վրա, որտեղ հաջորդը Սողոմոնն էր, Դավթի ժառանգը։ Սա այն Սողոմոնն է, որի ամբողջ ասացվածքները, քերթվածքները հին կտակարանում գրված են, որպես հանրահայտ Սողոմոնի մառակներ եւ պատմություններ, իմաստություններ։ Այս Սողոմոնը Դավթի որդին էր։ Նորից հрьяաներին, եթե մենք անդրադառնանք իրենց մշակույթին, ասում են հрьяաների հայր Սողոմոն, որևէ տեղ չեն ասում հрья Սողոմոն։ Հրեական մշակույթ ուսումնասիրողները պետք է հասկանան հստակ տարանջատում կա։ Ոնց որ այսօր Ռուսաստանում ասում են Արամ Խաչատուրյան սովետский կոմպոզիտոր։ Չեն ասում ռուս չի, հայ չի, ասում սովետский կոմպոզիտոր, սովետական կոմպոզիտոր։ Անգլիացին չի կարողանում հասկանալ, ասում է ռուս։ Մենք էլ որ հասկանում ենք, որ Արամ Խաչատուրյանը ռուս չի։ Մենք որ լավ գիտենք։ Եվ հрьяաները նույն ձևով մեզ մատուցում են, ասում են, եթե դու չես հասկանում, դա քո խնդիրն է, եթե հասկանում ես, օքեյ։ Սողոմոն հрьяաների թագավոր, բայց ոչ երբեք հрья Սողոմոն թագավոր հрьяաների չկա։ Սրանք եզակին դեպքեր են։ Արամ հետաքրքիր պատմություն ստացվեց, ես բացումը կատարելուց այսօրվա հաղորդումը նշեցի, որ մենք պիտի ուսումնասիրենք հրեական պատմությունը, գրականությունը, ուսումնասիրող չկա, հայտարարեցի, չկա, նրանց գրքերը ոչ թարգմանվում են հայերեն, տեսնենք ինչա գրվում, ասենք մեր ունկնդիրները գտնում են այստեղից այնտեղից ինչ-որ արտահայտություններ, բաներ, հայերի մասին, ամալեկների, ամաղեկների մասին, հրեանական գրականության մեջ գրված հատուկ ցուցմունքներ, մեր մոտ նման շարժում, նման ռեակցիա կամ ինչի է գրված, ինչա նշանակում է, սա միգուցե երկու ժողովուրդների, եղբայր ժողովուրդների թշնամության արդյունքը պապենական ինչ-որ ունեցվածքի վերաբերյալ, այս հարցերին մեր կողմից պասիվություն կա, չի ուսումնասիրում։ Հիմա դուք որ էսի ուսումնասիրել եք այսքան կտորը, որ այսօր լույս տվեցիք, ասեցիք սա այսպես է։ Եվ սա մեր սկիզբն է դուրս է գալիս։ Մենք նորից փնտրում ենք եբրայերենի նկատմամբ որևէ հայ գիտնական, որևէ մոտեցում ցույց տվելը, մեզ կարող է միայն գրքից մի բան պատմել, որը մեզ հետաքրքիր է, մեր մասին է։ Կամ ընդհանուր ժողովուրդների միջև։ Ցավոք սրտի, ես շատ մեծ քանակությամբ գրականություն եմ ուսումնասիրել, հայ մատենագրության մեջ չկա որևէ մի աշխատանք թեկուզ մակերեսորը, չկա գոյություն չունի, սկսած Մովսես Խորենազը, այսպես ասենք, առ այսօր,
Այն բոլոր նյութերը, որոնց ես այսպես այնպես կարողացել եմ ձեռք բերել գտնել, դրանք հերական մշակույթի ուսումնասիրություններ են, թարգմանությամբ գերմաներեն, ռուսերեն, անգլերեն, կամ իրենց ռաբինների գրականությունը։ Ուրեմն Գոյություն հարցն ճիշտ էր դրված իմ կողմից, եւ ձեր բացատրությունը մասնավորապես դավթի հետ կապված է սովորում թագավորի այս երևույթը, որ անբացահայտ է մեզ համար, թե ինչու է այսպես, հարցերից հարց առաջացավ, եկեք վերջացնենք այսօր, որովհետև ժամանակը սպառվեց, շնորհակալություն, մենք նորից կանդրադառնանք այդ հարցերին առաջիկա պատեհ առիթի դեպքում։ Շնորհակալություն։ Հաճույքով Ստեսին։